Միացյալ Նահանգների և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ ոչ միջուկային զենքի համար է, ոչ էլ կրոնի։ Միջուկային զենքի ու շիաների դեմ պայքարի շղարշի տակ ներկայացվող կռիվը ավելի խոր և հիմնաքարային պատճառներ ունի։ Միացյալ Նահանգները չի պատրաստվում իր դիրքերը զիջել այլ մեկին, լինի դա Վենեսուելայի ղեկավարին ձերբակալելով, Չինաստանի տնտեսական շնչուղիները փակելով, թե Այաթոլլայի ինստիտուտը վերացնելով։ Միացյալ Նահանգների համար Իրանի նման պետության դեմոնիզացիան կամ թշնամական կերպարի ստեղծումը շատ անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում հեգեմոնիա հաստատելու համար։ Առաջին հայացքից կարող է թվալ շատ հակասական, բայց Իսրայելը չի կարող ունենալ միակողմանի և հեգեմոն դիրքավորում Մերձավոր Արևելքում, եթե նրան չունենա հակազդող գործոն։ Բայց արդյոք ամեն ինչ այդքան միանշանակ է։ Թեև Իրանի թշնամական կերպարի ստեղծումը Միացյալ Նահանգներին օգնում է տարածաշրջանում ազդեցիկ դիրք ստեղծել, այս հակամարտության կրողը Իսրայելն է։ Շիա ուժերի դեմ պայքարը գոյաբանական է։ Նավթն ու կրոնն այս խնդրի համատեքստում երկրորդ պլան են մղվում։ 30 տարուց ավել գոյություն ունեցող երազանքներ Իսրայելի պետության սկսել այս պատերազմը Իրանի դեմ, Դոնալդ Թրամփը երկու տարբերակ ուներ, քանի որ Իսրայելը և իսրայելական լոբին Միացյալ Նահանգներում շատ լավ հնարավորություն հիմա տեսան մինչև նոյեմբերի ընտրությունները, կոնգրեսի մինչև նոյեմբերի ընտրությունները։ Այս պարագայում Միացյալ Նահանգների նախագահին մնում էր երկու տարբերակ՝ կամ սկսել պատերազմ Իրանի դեմ, կամ սկսել պատերազմ Միացյալ Նահանգներում իսրայելական լոբինգի դեմ, պնդում է վերլուծաբանը։ Միացյալ Նահանգները ընտրեց պատերազմը։ Իսրայելը չունի անսահմանափակ ռազմական, տնտեսական և գլոբալ լծակներ, բայց ունի լոբիստական համայնք, իդեմս AIPAC-ի և Թրամփին իմփիչմենթի ենթարկելու միջոցներ։ Սպառնալիքի մասին է խոսքը։ Հստակ սպառնալիքներ, այսինքն ավելի քան 30,000 անգամ իր անունը հնչում է Էփշտեյնի դոսիեներում, սա հեշտ բան չէ, Միացյալ Նահանգների նախագահին իրապես կարող են ոչ թե միայն իմպիչմենտի ենթարկել, այլ նաև դրանից հետո արժանացնել շատ ավելի դաժան ճակատագրի, ինչի նախադրյալները կան և եղել են դեռ 2021 թվականի նախագահի ընտրության ժամանակ, կոնգրեսի հետ կապված, կապիտոլիումի վրա հարձակման և կոռուպցիոն սկանդալներ, 1001 հատ խնդիր կա։ Տեղի ունեցողը կարելի է դիտարկել որպես շիական կիսալուսնի թուլացման փորձ։ Այս եզրույթը նկարագրում է Իրանի ազդեցության ընդլայնումը Իրաքում, Սիրիայում և Լիբանանում։ Տարիների ընթացքում Իրանը ձևավորել է տարածաշրջանային դաշնակիցների և պրոքսի ուժերի ցանց, ինչը Իսրայելի համար դարձել է անմիջական անվտանգային մարտահրավեր։ Սիրիայի և Իրաքի դեպքում Իսրայելին հաջողվեց հասնել նպատակին։ Կհաջողվի արդյոք Իրանի դեպքում։ Հիմա Իրանի հերթն է և պետք է փորձեն տապալել ռեժիմը, որը կենտրոնական հետախուզական վարչության և ընդհանրապես Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ամենաէֆեկտիվ գործիքներից մեկն է։ Տապալել ռեժիմ, ուղղակի այստեղ մի հարց կա։ Նրանք գործ ունեն 92 միլիոն բնակչություն ունեցող ժողովրդի հետ, որը նաև ունի 5000 տարվա պատմություն և շատ ուժեղ ինքնություն։ Իրանը ոչ Սիրիա է, ոչ Իրաք։ Թեև Միացյալ Նահանգները խնդրի կարգավորմանն ի սկզբանե բանակցային տարբերակով էր գնում, այդուհանդերձ դիրքերը զիջեց Իսրայելի ցանկություններին։ Փորձագետների պնդմամբ, եթե այս պատերազմը միջազգային հանրության արձագանքը չստանա, չի բացառվում, որ մոտ ապագայում կստանա 200 միլիոն շիաների արձագանքը։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։